Քրիստոս հարյավ մեռելոց Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսը հնչում է պատմական դրամայում։ Մայիսի 6-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում տեղի կունենա «Կուսակալը» երկուգործողությամբ պատմական դրամայի պրեմիերան։ Սամվել Մհերյանը պիեսը գրել է ըստ իր հեղինակած «Փոթորկից առաջ» պատմավեպի։ Պիեսը նկարագրում է 3-րդ դարի վերջին մեծ հայքի 29-ամյա անիշխանության շրջանը։ Ըստ հեղինակի տրթատարքան գործող անց չէ պիեսում, բայց ողջ դրամայի ընթացքում նկատելի է, որ ժողովուրդը սպասում է քրիստոնեությունը պետական կրոն հռչակող արքայի։ Մեր պիեսը ներկայացնում է մանդակունյաց տոհմի մի իշխանորդու պատմություն, որը ապրում էր Կապադովկյան Կեսարիայում, քրիստոնեական համայնքում, եւ իմանալով, որ իր տոհմը կոտորվել է 25 տարի առաջ Պարսից կուսակալի կողմից, նախաձեռնում է եւ հայք վերադառնալով կուսակալի մահափորձ կատարում կուսակալի դեմ։ Ընդհանուր պիեսը նկարագրում է նաեւ հայոց պետականության կազմավորումը եւ վերազարթոնքը, որից պետք է բխեր նաեւ քրիստոնեության հաստատումը Հայաստանում Տրդատ մեծի կողմից եւ հոգեվոր կյանքի վերազարթոնքը հայ ժողովրդի, որը կոչվեց դարձ։ Կուսակալը պիեսը բեմադրելու համար մեկտեղվել են սիրված գործիչներ։ Նրանք հայտնի են Խաթաբալադա, Մեա կուլպա, Լիրարքա եւ շատ այլ գործերից։ Բեմադրող ռեժիսորը Արթուր Սահակյանն է։ Կուսակալին մարմնավորել է վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը։ Այս օրերին ներկայացման փորձեր աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենում։ Նարեկացի արվեստի միությունում հանդիպեցին ստեղծագործական խմբի անդամները։ Սա ընդհանուր առմամբ հայկական ազատագրական պայքարի մասին, պայքար, որ բերում է պետության հայքի վերազարթոնքի գտնումին, այդ դրա մասին է։ Այդ հույսը այսօր անհրաժեշտ է, շատ կարևոր է, որովհետև գիտեք, մենք կորուստ ունենք մեծ, ինչպես եւ այն ժամանակ դավաճանության միջոցով, բայց հույս է պետք, որովհետև այդ հույսը կարծես թե մարում է, որտեվ նույն վիճակն են դեղը Գրիգոր Լուսավորիչը Տրդատի զորքի հետ, որպես դպիր արդեն գալիս է Հայաստան եւ ներկայացման ավարտից 14 տարի անց Տրդատի հրամանով եւ հորդորով հայքում ընդունվում է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Ներկայացման դերասանները հետաքրքրությամբ ու սիրով են ընդգրկվել նախագծում։ Նշում են, որ բեմադրությունը ինքնաճանաչման տանող ճանապարհ է։ Ներկայացման մեջ կերտում են պարսկական շահի դստեր կերպարը, ով իրականում ընդհանրապես կապ չունի իրադարձությունների հետ, իր կապը այս ամեն ինչի հետ մենակ այն է, որ ինքը ուղղակի այդ շահի աղջիկն է ու ի վերջո ինքն է պատասխան տալիս իր հոր մեղքերի համար ու տեղ գործում է հենց սերունդների կապը, որ միևնույնն է զավակն է պատասխանատու իր ծնողի մեղքերի համար, իսկ գործը ինձ գերեց նրանով, որ ներկայացվում մեր պատմությունը, ներկայացվում է մեր գենը ու ստեղ գործում է այն ինքնաճանաչողությունը, որը պետք է ամեն հայ իր մեջ ունենա ու թե խոսվում է հայկի մասին, թե խոսվում է Տրդատի մասին, թե լուսավորչի մասին, թե այն ամենի մասին, ինչը հիմա հային պետքա, որ ինքը իրան ճանաչի։ Ներկայացման մեջ զբաղված եմ որպես Դիմիտրիանոսի Հռոմի դեսպանի դերակատար։ Իմ կարծիքով ներկայացումը արժե որ դիտեն հենց դպրոցականներից սկսած մինչև տարեց մարդիկ, ինքը բացի մեր հայոց պատմություններից բացի ունի նաև ինչ որտեղ դաստիարակչական բնույթից բացի պատմությանը նորից ու նորից անդրադառնալու հնարավորություն է տալիս։ Պատմական իրադարձությունների ժամանակ իմ կերպարը նամակագրական կապն է ապահովում դրսի ազատագրական շարժման եւ ներսի ընթացիկ դեպքերի հերոսների հետ։ Կուսակալը պիեսի մեջ ինձ բաժին է ասել դպիրի կերպարը,
Եվ շատ ուրախ եմ եւ հաշտ եմ իմ կերպարի հետ մի պատմական շրջան, որ հայերիս համար շատ կարևոր էր ինքնության պահպանման եւ պետականության շարունակության համար։ Կերտելու եմ Քամեսի դերակատարը։ Ինձ համար շատ հետաքրքիր է այս կերպարը, որը ուզում է ամեն ինչի վրա կանցնի մենակ իր շահը, բերի առաջնային գիծ։ Ես պարտավոր եմ սաց ցույց տալու իր բոլոր մութ եւ լուսավոր կետերով արդարացնելով նույնիսկ իր ճանապարհը արդարացնելով, որպեսզի մարդիկ մի քիչ ստապվեն։ Չի կարելի սրբությունների վիրից անցնել իր շահս ի նպատակ։ Ինչ որ մի բանի հասնելու, վերև հասնեմ, ձգտեմ։ Կուսակալը բեմադրությունը մեծամասշտաբ գործ է պատմական միջավայրով, դեկորներով, զգեստներով։ Պատմական իրադարձությունները ներկայացնող թիմը մայիսի 6-ին հրավիրում է Պարոնյանի անվան թատրոն մտորելու մեր ինքնության, առողջ, սթափ մտածելու, մարտահրավերներին դիմակայելու մասին։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։